Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ քննարկել է Բաքվում պահվող գերիների հարցը ու տեղեկություններ խնդրել հայ գերիներին վերադարձնելու Վաշինգտոնի ջանքերի վերաբերյալ։ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է, որ Էլիսոն Հուքերին անձամբ խնդրել է հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը արձագանքել է իր թուրք պաշտոնակցի Հական Ֆիդանի այս հայտարարությանը, եթե Անկարան հիմա կարգավորի հարաբերությունները Երևանի հետ, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու գլխավոր դրդապատճառը։ Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը միմյանցով պայմանավորված չեն եւ երկու ուղղություններով էլ Հայաստանը իրականացնում է մեջբերում անկեղծ ջանքեր։ Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է նույնիսկ դրական անդրադառնալ հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ, վստահ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերելով նոր կտակարանից հատված։ Պիտի նայեք եւ պիտի չտեսնեք, Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում մեջբերում հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Երկրի վարչապետը բավարարված է, որ ամեն շաբաթ կարող է գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի եւ մեղքերի թողություն ստանալ։ Իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետեւ ես այսօր չեմ գնում պատարագների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ։ Ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով պաշտոնական այցով ժամանեցի Ղազախստան։ Օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Ղազախստանի վարչապետը։ Բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հարյուրավոր քաղաքացիներ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Ակցիայի մասնակիցները ոչ Նիկոլի տերորին գրությամբ պաստառ են պարզել, ինչից հետո քայլերթով գնացել են Շենգավիթի դատարան, որտեղ ընթանում է սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Իդեպ դատավորը որոշել է ակտիվիստ Արսեն Ղազարյանի եւ գնդապետ Միհրան Մաղսուդյանի նկատմամբ կիրառել համակցված խափանման միջոցներ, վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքի տակ գտնվող որդուն Սպարտակ Ղուկասյանին դիմակավորված ոստիկանները առևանգել են, տանելով անհայտ ուղղությամբ, հայտնել է Ղուկասյանի փաստաբանը ու նշել, որ ամենայն հավանականությամբ նրան տեղափոխել են Երևան։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել է, որ Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործելով կատարված խուլիգանության համար։ Ումից իրանք պիտի վախենալ, մենք վախենալու բան չունենք։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը։ Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը նշել է, որ փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել քրեակատարողական հիմնարկում Ղուկասյանի պահման վայրի ու առողջական վիճակի մասին։ Շուրջ 30 օր ապօրինի կալանավորված մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանի դեմ ցուցմունք է տվել մեկ այլ ոստիկան։ Նրա ձերբակալության արձանագրությունը կազմել մեկ ուրիշ ոստիկան, հայտնել է Մխիթարյանի փաստաբան Լիա Գասպարյանը։ Ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել։ Եվ այո, շատ տեղին էր ձեր հարցը, երբ որ մենք այդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում։ Ռուբեն Մխիթարյանին, երբ որ հարցաքննում են այդ տուժողին, չի կարողանում նկարագրի Ռուբեն Մխիթարյանին։
Ասուլիսի ընթացքում մեր ձևով շարժումը ներկայացրել է տեսանյութ, թե ինչի համար է պայքարում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է մտածում Սամվել Կարապետյանը։ Ագարակ մաքսային անցակետում կասեցվել է Իրանից 3 բեռնատարով մաքսային հսկողությունից թաքցված մեծածավալ ծխախոտի ներկրման փորձ։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ռենտգեն զննությամբ բացահայտվել է բեռնատարներում, որոնք հայտարարագրված են եղել որպես ցեմենտ տեղափոխող, ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, նախապես պատրաստված թաքստոցներում։ 6530 տուփ չմակնշված ծխախոտն առգրավել է, Իրանի 3 քաղաքացիների նկատմամբ կազմվել է մաքսային արձանագրություն։ Քննչական կոմիտեն բացահայտել է քրեական հեղինակությունների մասնակցությամբ գործող խմբավորում, որը միջամտել է ֆինանսական վեճերի լուծմանը բռնության եւ սպառնալիքի միջոցով։ Քրեական աշխարհում հեղինակություն ունեցող ՌՊ-ն ղեկավարել է իր շուրջ համախմբված անձանց, որոնք ենթարկվել են հատուկ կանոնների։ Նա հանձնարարություններ է տվել խմբի անդամներին, փորձելով լուծել $150,000 պարտքի վեճը։ Խմբի անդամներից ՎԲ-ն պարտավորվել է հարցը լուծել, սակայն խոստումը չկատարելով դարձել է թիրախ։ ՌՊ-ն իր հեղինակությունը պահպանելու նպատակով ԳՀ-ին հանձնարարել է հաշվեհարդար տեսնել, ինչի պատճառով ՎԲ-ն ենթարկվել է բռնության, ստացել մարմնական վնասվածքներ։ Քրեական ենթամշակույթ կրող մեկ այլ միավորման ղեկավար ՊԳ-ն փորձել է միջամտել առաջացած վեճին եւ պայմանավորվել $150,000 ԱՄՆ պարտքը նվազեցնել մինչեւ $70,000-ից $80,000-ով։ Պարզվել է, որ ՎԲ-ն մի շարք դեպքերում ապօրինի եղանակով միջամտել է պարտքային ֆինանսական վեճերի կարգավորմանը, բռնությամբ պահանջելով գումարներ։ Նոյեմբերի 19-ին խմբավորման անդամների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Նույն օրը նրանք ձերբակալվել են։ Նոյեմբերի 20-ին կատարվել են խուզարկություններ մեղադրյալների եւ նրանց հետ կապ ունեցող 10 անձանց տներում։ Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 25 մարդ է զոհվել, այդ մասին հայտնել է Համասը, որակելով այն լրջագույն էսկալացիա։ Ավելի վաղ իսրայելական ցախալը հայտնել էր, որ Խան Յունիսում զինյալները կրակել են իսրայելցի զինծառայողների վրա, խախտելով հրադադարի համաձայնությունը։ Համասը հերքել է հարձակման բոլոր մեղադրանքները։ Շարժման տվյալով ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 300 պաղեստինցի։ Human Rights Watch կազմակերպությունն Իսրայելին մեղադրել է արևմտյան ափում պատերազմական հանցագործությունների համար։ Ռուսաստանում ապրող միգրանտները 5 տարի օրինական աշխատելուց հետո միայն կստանան անվճար բժշկական ապահովագրություն։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով, նրանք, ովքեր գալիս են դաշնություն աշխատելու եւ ցանկանում են օգտվել սոցիալական երաշխիքներից, պետք է վաստակեն դա ազնիվ եւ օրինական աշխատանքով։ Անկարայում հանդիպել են Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահները։ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական այցի գլխավոր նպատակը Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիների քննարկումն էր։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնահերթությունն է բոլոր միջոցներով ավարտել պատերազմը։ Ըստ նրա, միայն Թրամփը եւ ԱՄՆ-ն կարող են վերջ դնել պատերազմին։ Թուրքիան պատրաստ է տրամադրել հարթակ բանակցությունների համար։ Հանդիպումից հետո Էրդողանն ասել է, որ կարևորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների Ստամբուլյան բանակցային գործընթացի վերսկսումը։ Չնայած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը այցը չեղարկել է հանդիպման օրը, սակայն ամերիկյան մամուլը քննարկում է, որ Կիևին է փոխանցվել ԱՄՆ-Ռուսաստան համատեղ պլանը, որով պահանջվում է զիջել Դոնբասը, ռուսերենը ճանաչել պետական լեզու եւ կիսով չափ կրճատել բանակը։ Նշվում է, եթե Զելենսկին հրաժարվի կատարել պայմանները, ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունը։ Ըստ NBC News-ի, Դոնալդ Թրամփը հաստատել է 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Ուկրաինան այս գործընթացին չի մասնակցել։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև հնարավոր պատերազմի մասին հրապարակումներ են արել արևմտյան պարբերականները։ Ըստ Washington Times-ի հոդվածագրի, Խաղաղ օվկիանոսում իրավիճակը կտրուկ սրվել է։ Հետախուզման տվյալների համաձայն Չինաստանը ակտիվորեն նախապատրաստվում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դեմ հնարավոր ռազմական բախման, Թայվանի եւ Ճապոնիայի մոտ գտնվող վիճելի Սենկակու կոչվող կղզիների համար։ Վերջին օրերին Չինաստանի առափնյա պահպանության զինված նավերը մտել են Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակու կղզիների ջրային տարածք։ Սա դիտարկվում է որպես ուղիղ սպառնալիք Տոկիոյին եւ փորձ վիճարկելու տարածաշրջանային ստատուս քվոն։
Ճապոնիայի վարչապետ Սանայի Տակաիչին հայտարարել է, որ Թայվանի դեմ ագրեսիան Ճապոնիայի համար գոյութենական սպառնալիք է եւ Տոկիոն կարող է ռազմական միջամտություն ցուցաբերել։ Պեկինը զգուշացրել է կրակի հետ չխաղալ եւ խոստացել ջախջախիչ պատասխան։ Վերլուծաբանները նշում են, որ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը մշակում է ռազմավարություն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին տարածաշրջանից դուրս մղելու համար։ ԱՄՆ-ն իր հերթին վերահաստատել է, որ Սենկակու կղզիները գտնվում են ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության պայմանագրի պաշտպանության ներքո։ Փորձագետները զգուշացնում են, որ Թայվանի եւ Սենկակու կղզիների շուրջ ստեղծված իրավիճակը ներկայումս աշխարհի ամենավտանգավոր թեժ կետերից մեկն է, որը կարող է հանգեցնել գերտերությունների միջև լայնածավալ պատերազմի։ Well, there's not a lot left to sanction from our part. I mean, we hit ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի միկրոբլոգում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին։ Ավարտել բարդ եւ մահաբեր պատերազմը, ինչպիսին Ուկրաինայում է, պահանջում է լուրջ եւ իրատեսական գաղափարների փոխանակում։ Երկարատև խաղաղության հասնելու համար պետք է երկու կողմն համաձայնի դժվար, բայց անհրաժեշտ սիջումների, գրել է Ռուբիոն։ ԱՄՆ-Ռուսաստան համատեղ պլանի մասին արտահոսքը մամուլում հիմա պատահական չեն համարում վերլուծաբանները։ Դա տեղի ունեցավ ուկրաինական կոռուպցիոն խոշոր սկանդալի բացահայտումից հետո։ Նոյեմբերի 10-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հրապարակել էր Ուկրաինայի բոլոր ատոմակայանները շահագործող Էներգոատոմ ընկերությունում կոռուպցիոն սխեմայի քննության նյութերը, որտեղ ներգրավված են եղել կառավարության նախկին եւ գործող մի շարք անդամներ, նախագահ Վլադիմիր Զելենսկու հավատարիմ ընկեր գործարար Տիմուր Մինդիչի ղեկավարությամբ։ Սկանդալից հետո հրաժարական էին տվել Ուկրաինայի արդարադատության եւ էներգետիկայի նախարարները։ Վերլուծաբանների խոսքով Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համար սա հարմար առիթ է Զելենսկու վրա ճնշումները բանեցնելու եւ պատերազմի օգուտ Ռուսաստանի ավարտելու համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է արհեստական բանականության ճանապարհորդություն խորագրով համաժողովին։ Նա ելույթում նշել է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ քրիտիկական կախվածություն օտարերկրյա արհեստական ինտելեկտի համակարգերից։ Նրա խոսքով դա տեխնոլոգիական եւ արժեքային ինքնիշխանության հարց է։ Ըստ Պուտինի, Ռուսաստանի տնտեսության մեջ արհեստական բանականության ընդհանուր ներդրումը մինչև 2030 թվական պետք է գերազանցի 11 տրիլիոն ռուբլին։ Ցուցադրության ժամանակ արհեստական բանականությամբ աշխատող ռուսական արտադրության ռոբոտը ապրել է Պուտինի համար։ Իլոն Մասկը հայտարարել է, որ 10-ից 20 տարի հետո արհեստական բանականությունն ու ռոբոտները թույլ կտան, որ մարդիկ որոշեն, ուզում են աշխատել թե ոչ։ Փողը կդառնա անտեղի եւ աղքատությունը կդադարի գոյություն ունենալ, ասել է նա։ Մասկը նաեւ նշել է, որ Գրոկիպեդիայի հոդվածների պատճենները պարբերաբար կուղարկվեն ամբողջ արեգակտային համակարգով մարդկային գիտելիքները պահպանելու համար։ Նա նախատեսում է Գրոկիպեդիան վերանվանել գալակտիկական հանրագիտարան եւ այն վերածել տիեզերքի մասին ամբողջական գիտելիքների հսկայական պահոցի։ Կրիշտիանո Ռոնալդուն Դոնալդ Թրամփից ստացել է Սպիտակ տան խորհրդանշական բանալին։ Թրամփը ֆուտբոլի համաշխարհային աստղի եւ նրա կնոջ համար զբոսանք է կազմակերպել ԱՄՆ նախագահի նստավայրում։ Այդ մասին տեսանյութ է հրապարակել Սպիտակ տունը։ Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ առաջին համբույրը եղել է 21.5 միլիոն տարի առաջ։ Համբույրը մարդկությանը բնորոշ ռոմանտիկ վարքագիծ չէ։ Հետազոտական խումբը ուսումնասիրել է համբույրը կենդանիների աշխարհում եւ նման վարք են հայտնաբերել ոչ միայն շիմպանզեների ու բոնոբոների, այլև գայլերի, պիրենեային շների, բևեռային արջերի եւ նույնիսկ ալբատրոսների մոտ։ Հետաքրքիր է, որ նեանդերթալյան մարդիկ են համբուրվել։ Մարդու եւ նրանց ԴՆԹ-ում հայտնաբերված ընդհանուր բակտերիաները վկայում են, որ երկու տեսակները 100 հազարավոր տարիներ շարունակ փոխանակել են թուք, այսինքն համբուրվել են։ Գիտնականները փորձում են հետազոտել նաև, թե ինչու է առաջացել համբույրը։ Այն դեռևս առեղծված է։ Տարբերակներից մեկն այն է, որ համբույրի միջոցով զույգերը ստուգում են միմյանց առողջությունը։